Գործող հեռուստաընկերությունները, որոնք հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ցանկությամբ պետք է շարունակեն աշխատել, ազատվել են մրցակցությունից։ Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու 18 մրցույթների մասնակիցների 3 հրապարակված ցանկի վերաբերյալ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Meltex ընկերության ղեկավար Mesrop Movsesյանը։ Ակցենտը դրվել է այն ալիքների վրա, որոնք հարվածի տակ են։ Միանգամից ինչ որ հանգիստ պայմաններով հանգիստ մրցույթ անցկացնել հրահ չի կարող այսօր, որտեղ նրա անցյալը, հրահի գործունեության անցյալը բավականի խճճել է եւ բավականի ծանր վիճակի ակցել հեռուստաընկերությունների ցանկը եւ նրանց բաժանությունը եւ կրճատումը եւ հիմա այն շուկան, որ արժեոտաժը, որ կա բոլոր ալիքների շուրջը, հանդարտացնելու համար, կամաց հանդարտեցնելու համար, որ աղմուկ չլինի, տարբեր ճանապարհներ են ընտրվել, իրար միանալ, միասին մասնակցել։ Դատելով հայտ ներկայացրած մասնակիցներից, ինչպիսի փոփոխություններ եւ վերադասավորումներ են սպասվում հեռուստատեսային դաշտում, հարցրեցինք Ամեկ Պլյուսի ղեկավարին։ Վերադասավորությունը վերում է միակ մի բանի, դա մոնոպոլիզացիա է վերում, դաշտի մոնոպոլիզացիան, որին ձգտում է հրահը։ Հիմա խանգարող էլեմենտներից հանդիսանում է Ամեկ Պլյուսը եւ ինչ որտեղ խանգարող էլեմենտ որպես անկառավարելի էլեմենտ համարվում է ԱԼՄ-ն։ Երևան հեռուստաընկերության հետ մրցակցության մեջ հայտնված ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ԱԼՄ-ի մրցակցության մեջ հայտնվելը հետեւյալ կերպ մեկնաբանեց։ Իշխանությունից հեռու ենք կանգնած։ Անաչառ ենք, ինքս, ճիշտ ասած, մտահոգված էի այդ մրցույթներով եւ երբ իմացա, որ գլխավոր բաղադրիչը լինելու ներդրումը, փաստորեն գլխավոր պայմանը ներդրումն է։ Տեխնիկա, որքան տեխնիկա ունես, որքան փող ես ներդրում անելու, ասենք թվային համակարգին իշքան ես տրամադրում, ես հասկացա, որ իշքան էլ ես գրեմ, ինձանից շատ գրողներ կլինեն, որովհետև գիտենք ով է ում տերը այդ հեռուստաընկերությունների։ Հենց դա է պատճառը, որ ԱԼՄ-ն այս անգամ հայտ է ներկայացրել ոչ թե հանրապետական, այլ մայրաքաղաքային սփռման համար եւ ընտրել է երիտասարդական ուղղվածությունը, ասում է Կարապետյանը։ Բայց ես հասկացա մի բան, եթե ես դնեմ համապետական սփռման այդ գոտում, ես տանուլ կտամ, դեմս կդնի այնպիսի մի օլիգարխ, որը ասենք ես կդնեմ $1 միլիոն, ինքը կդնի 10 միլիոն։ Ես հասկացա, որ այդ դաշտում ես ունենալու եմ հզոր մրցակից, իշխանամետ մրցակից, հանրապետական մրցակից, եթե ուզում եք իմանալ, եւ կարող եմ տանուլ տալ։ Ինչ վերաբերում է հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքին, ապա այն կամ կլրամշակվի, կամ կփոխվի ամբողջությամբ, իսկ դա կորոշվի հաջորդ շաբաթ։